հարազատներ, ուրախ ենք այսքան հարգարժան մարդկանց շրջանագում գտնվելու, որ այստեղ երբ որ ասվեց Արեգին Նժդե Ռոշան Խաչմերուկի մասին, իմիջ եկավ Արեգին Նժդեի խոսքերից։ Արեգին Նժդեն գիտենք, որ շատ հայրենասեր մի ազնվորություն է և հատկապես ինձ շատ է դուրս գալիս իր խոսքերից հետևյալը, որ ասում է, եթե մեղանչեցի, միայն Աստծու դեմ, հայրենիքիս դեմ երբեք։ Սա նշանակում է, թե խոսում է մի մարդու, մի անձի մասին, ով որ կարողացել է այն տառապանքը, այն չարչարանքը, որ իր կյանքում ունեցել է, դա ոչ թե ծառայել է նրան հանձնվելու, այլ ծառայել է նրան զորանալու։ Եվ երբ որ նայում ենք Կարոս Ասունի կենսագրությունը, նույնպես տեսնում ենք այդ տառապանքի դրությունը, չարչարանք, դժվարություններ, եւ ինչն է, որ մեզ այսօր միավորել այստեղ հավաքվել ենք այս առիթը միասին տոնելու, որ մարդ է, ով որ այդ տառապանքը ունենալով հանդերձ կարողացել է նաև այդ տառապանքը, չարչարանքը հաղթահարելով հայրենիքի նկատմամբ իր սերը ցուցաբերել եւ նաև իր կատարած աշխատանքով, ծառայությամբ, նվիրումով կարողացել է մեզ բոլորիս համար դարերի մեջ, հարյուրամյակների մեջ օրինակ լինել։ Եվ մենք մեր հայացքը, երբ որ ուղղում ենք որևէ մեկի արձանին, հենց դա ենք տեսնում, թե այդ անձնավորությունը ինչ ժառանգություն է թողել, ինչ խրատ է թողել, ինչ մոտեցում է թողել մեզ հասկանալու համար, ավելի շատ սիրելու համար մեր երկիրը, մեր եկեղեցին։ Եվ ուզենանք նաև մի պահպանության աղոթ կատարել, խնդրել Աստծուց մեզ բոլորիս համար զորակցություն եւ հետագայում այդ բոլոր այն մանուկները, սերունդները մեր ազգի, ովքեր որ կանցնեն, տեսնեն այս արձանը, թող հարց տան, թե ով է եղել Կարոս Ասունը եւ ով է ճանաչում է, թող պատասխանի ասի, որ հայրենասեր մի ազնվորություն, ազգին նվիրված մի ազնվորություն, ով որ կարողացել է գեղեցիկ օրինակ լինել մեզ բոլորիս համար, եւ ինչպես որ այստեղ ասվեց, շատ խոսքեր ասվեցին, կապված ուսուցողական իմաստով, որ ինքը մեզ համար դաս է թողել։ Թողել է հայրենիքը ավելի շատ սիրելու, հայրենիքին ավելի շատ նվիրվելու։ Միասին աղոթենք։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցի կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ, թող ուք մեր ոց բարդաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն արկրկյաց մեզի չարե, զիքո է արկայություն եւ զորություն եւ բարգը վիկյանս ամեն։ Աչիվս առաջես սուկստեր, սավավքը գեսես մեզի նեղաց եւ կեցուսես շնորի որոմությանյով, ամենակալ է Աստված մեր կեցո եւ ողորմյալ։ Պահպանի Չեխույս ավադացելոս Քրիստոս Աստված մեր, պայա, պահպանյա եւ օրհնյատեր, ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, օրհնիր, պահպանիր Տեր նաև հավատավոր քո այս ժողովուրդը, փրկիր նրանց Տեր երևելի եւ աներևույթ թշնամիներից, արժանի արագությամբ փառավորել քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգիդ, այժմ եւ միշտ Տեվավիկյանս հավիտենից ամեն։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս արգելից։ Շնորհակալություն։ Այժմ հրավիրում ենք արձանի բացմանը, որը կկատարի պարոն Արաքելյանը եւ Միսակ Մելքոնյանը։